Բարի օր, եթերում Կիրակ Նորյա հերթապամասն է, այս թողարկման մեջ կարող եք դիտել։ Նախարարի գլխավորությամբ քննարկվել են հանցավորության կանխարգելմանն ուղղված միջոցառումները, կձևավորվի նոր ստորաբաժանում։ Կայացել են ՀՀ-ԵՄ հետընդունման եւ ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեների նիստերը։ Ապօրինի գործողությունների արդյունքում պետբյուջե 1 միլիոն 132 հազար դրամ պակաս է վճարվել, ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության բացահայտումը։ Մինչև տարեվերջ ներքին գործերի նախարարության կազմում կձևավորվի հանցավորության պաշտոնական վիճակագրության վարման, այդ թվում արհեստական բանականության միջոցով վերլուծության ու դրա հիման վրա հանցավորության առավել արդյունավետ կանխարգելման համար առաջարկների ուղղորդող վերլուծությունների մշակման համար պատասխանատու ստորաբաժանում։ Ներքին գործերի նախարարի գլխավորությամբ քննարկվել են հանցավորության կանխարգելման ուղղված միջոցառումները, այդ թվում ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի վերաիմաստավորման տեսլականը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է Հայաստանում Շվեդիայի թագավորության նորանշանակ դեսպանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են միգրացիոն կառավարման, ոստիկանության բարեփոխումների եւ աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի թագավորության նորանշանակ դեսպան Էվա Սունդկուիսին։ Նախարարը նշանակման կապակցությամբ շնորհավորել է արտակարգ եւ լիազոր դեսպանին եւ մաղթել արդյունավետ աշխատանք։ Բարձր գնահատելով երկկողմ ակտիվ համագործակցությունը, Արփինե Սարգսյանը նշել է, որ այն ընդգրկում է ներքին գործերի նախարարության մանդատի շրջանակում տարբեր ուղղություններ։ Անդրադառնալով միգրացիոն կառավարման եւ ոստիկանության ոլորտներում գրանցված արդյունքներին, նախարար Սարգսյանը ընդգծել է վիզաների ազատականացման ուղղությամբ ձեռքբերումներն ու բանակցային ոստիկանության կայացման ուղղությամբ աշխատանքները։ Դեսպան Էվա Սունդկուիսը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նշել է, որ Հայաստանը առանձնահատուկ տեղ ունի Շվեդիայի թագավորության արտաքին քաղաքական օրակարգում։ Ներկայացնելով ընթացիկ ծրագրերը, դեսպանը պատրաստակամություն է հայտնել ամրապնդել համագործակցությունը։ Անդրադարձ է կատարվել ամրապնդելով միգրացիայի կառավարումը եւ ինտեգրացմանը ծրագրի մեկնարկին։ Քննարկվել են միգրացիոն հոսքերի արդյունավետ կառավարման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող քայլերը, բիոմետրիկ համակարգի ներդրման եւ այլ հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև միասնական զանգերի կենտրոնի ստեղծման գործընթացին։ Նշվել է, որ ընթացիկ տարում կմիավորվեն փրկարար ծառայության եւ ոստիկանության, իսկ 2026 թվականին նաև շտապօգնության զանգերը։ Այս համատեքստում կարևորվել է նաև շվեդական փորձը։ Քննարկվել է նաև համագործակցության ընդլայնման հնարավորությունները, այդ թվում Շվեդիայի քաղաքացիական արտակարգ իրավիճակների գործակալության միջոցով աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակման ուղղությամբ նախատեսվող քայլերը։ Կողմերը ընդգծել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը ուղղված համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացմանը։ Բրյուսելում կայացել է Հայաստան-ԵՄ հետընդունման հարցերով համատեղ կոմիտեի 10-րդ, ինչպես նաև Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի 8-րդ նիստերը։ Հայաստան-ԵՄ հետընդունման հարցերով համատեղ կոմիտեի նիստը Բրյուսելում նախագահել են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը եւ Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Սիլվենա Պեստան։ Կողմերը քննարկել են միգրացիոն քաղաքականությունների վերջին զարգացումները, վիզաների ազատականացման գործընթացը եւ համաձայնագրերի արդյունավետության բարձրացման ուղիները։ Հոկտեմբերի 6-ից նախագործարկում է քաղաքացիության գործերի էլեկտրոնային համակարգը։ Դիմումատուները հնարավորություն կունենան առցանց գրանցվել հարթակում, ստեղծել, խմբագրել եւ ներկայացնել Հայաստանի քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու նախնական հայտ, ամրագրել միգրացիա եւ քաղաքացիության ծառայություն այցելության օր ոչ շուտ, քան 2026 թվականի հունվարի 22-ը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները նոր համակարգում գրանցվելու են բացառապես ԵՍՄ ազգային նույնականացման հարթակի միջոցով, ինչի համար անհրաժեշտ է նույնականացման քարտ եւ էլեկտրոնային թվային ստորագրություն։ Օտարերկրյա քաղաքացիները, փախստականի կարգավիճակ ունեցող եւ քաղաքացիություն չունեցող անձինք գրանցվելու են ըստ ցանկության, խիստ նույնականացմամբ կամ էլեկտրոնային փոստի վավերացմամբ կցելով ճամփորդական փաստաթղթի լուսապատճենը։ Նախնական հայտի ներկայացումից հետո անհրաժեշտ է կատարել պետական տուրքի վճարում ոչ ուշ, քան ընտրված այցելության օրվանից 10 օր առաջ։ Վճարումը չկատարելու դեպքում ամրագրած օրը չեղարկվում է։ Ներքին գործերի նախարարությունում կայացել է հանցավորության դեմ պայքարի ռազմավարական ծրագրի հանրային քննարկում։ Մասնակիցները ներկայացրել են առաջարկներ հանցավորության կանխարգելման, ռեսուրսների արդյունավետ օգտագործման եւ միջազգային փորձի կիրառման ուղղությամբ։ Քննարկման ընթացքում շեշտվել է, որ ծրագիրը կդառնա հանցավորության դեմ պայքարի համակարգված եւ երկարաժամկետ մոտեցման հիմք։
Լավագույնս մշակված ռազմավարական մոտեցում, ռազմավարական ծրագրեր, միջոցառումներ եւ վերջնարդյունքում փոփոխություններ, որոնք տեսանելի կլինեն հասարակության շրջանում։ Այս համատեքստում ներքին գործերի նախարարությունը սոցիալական արդարություն հասարակական կազմակերպության հետ համատեղ հոկտեմբերի 8-ին նախաձեռնել էր հանցավորության դեմ պայքարի ռազմավարական ծրագրի վերաբերյալ հանրային քննարկում։ Ներկայային ներքին գործերի նախարարության ենթակածառայությունների, արդարադատության նախարարության, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ներքին գործերի նախարարության ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման եւ մոնիթորինգի վարչության պետ Նատալի Սահակյանն անդրադառնալով հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող ընդգրկուն միջոցառումներին նշել է, որ ռազմավարական ծրագիրն այդ համատեքստում ունի առանձնակի կարևորություն։ Նրա խոսքով հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, թիրախային խնդիրների վերհանման ու լուծման նպատակով ներքին գործերի նախարարությունը նախաձեռնել է հանցավորության դեմ պայքարի ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքները։ Փորձագետ Արնոլդ Վարդանյանն իր խոսքում նշել է, որ հանցավորության դեմ պայքարի ռազմավարության մշակման սկզբունքներում կարևոր են միջազգային փորձի ուսումնասիրությունը, առաջնահերթություն պահանջող խնդիրների որոշակությունն ու առկա ռեսուրսների գնահատումը։ Շեշտվել է, որ հանցավորության դեմ պայքարի ռազմավարության ծրագիրը հիմնված է միջազգային փորձի ուսումնասիրության վրա, նախանշվել են ոլորտի խնդիրներն ու անելիքները։ Հանցավորության դեմ պայքարի ռազմավարական ծրագրի շրջանակում ներկայացված առաջարկների շուրջ ծավալվել է ակտիվ քննարկում։ Մենք վերադարձանք եւ շարունակում ենք թողարկումը ներքին գործերի նախարարության, ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչությունը բացահայտել է Շիրակի մարզի հաշվառման քննական բաժնի գլխավոր մասնագետի կողմից կատարված կոռուպցիոն գործողություններ։ Նա մի շարք տրանսպորտային միջոցների գրանցման համար քաղաքացիներից ստացել է պետական վճարների գումարներ, սակայն դրանք ամբողջությամբ չի փոխանցել պետական հաշվեհամարին։ Պետբյուջե չի մուծվել ավելի քան 1 միլիոն դրամ։ Նյութեն ուղարկվել են հակակոռուպցիոն կոմիտեն, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Շաբաթվա ընթացքում արձանագրված այլ քրեական դեպքերն ու դրանց բացահայտումները մեկ տեսաշարում են։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ Վերին Պտղնի գյուղի վարչական տարածքում նույն գյուղի 35-ամյա բնակչի եւ Բալաովիտ գյուղի 33-ամյա բնակչի միջև հուլիսի վերջին տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ, ինչից հետո 35-ամյա տղամարդը վրեժխնդրության նպատակով համագյուղացի 28-ամյա ընկերոջը դրդել է սպանել 33-ամյա Բալաովիցուն։ Հավաստի տվյալներ են ձեռք բերվել, որ 28-ամյա երիտասարդը ժամանելով Հայաստան 35-ամյա համագյուղացու հետ նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք է բերել եւ բնակության վայրում պահել հրազեն, փամփուշտներ եւ մարտական նռնակ։ Օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված օպերատիվ հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 28-ամյա երիտասարդը կատարել է 33-ամյա Բալաովիցու սպանելու նախապատրաստական գործողություններ, իր մոտ պահելով ապօրինի զենք զինամթերք, նրա տան հարևանությամբ վարձակալել է առանձնատուն եւ հետևելով տեղաշարժին կատարել է լուսանկարահանումներ, սակայն Բալաովիցին հայտնաբերել է նրան եւ ընկերների հետ ծեծի ենթարկել։ Հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով Վերին Պտղնի գյուղի բնակիչ 28-ամյա երիտասարդը 35-ամյա համագյուղացու հետ նախնական համաձայնությամբ 33-ամյա Բալաովիցուն սպանելու համար փնտրել են հարմար առիթ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն կարողացել իրագործել։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում կանխվել է սպանության մտադրությունը։ Հանցավոր խմբի անդամները հայտնաբերվել եւ կալանավորվել են։ Նախապատրաստվող հանցագործության գործիք զենք զինամթերքը հայտնաբերվել է։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվեց Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության գործընկերների հետ համատեղ։ Ըստ տեղեկության, իրացնելու նպատակով Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով մեծ քանակությամբ թմրանյութեր ներկրվելու Հայաստան։ Օպերատիվ տեղեկության իրացմանը մասնակցեցին նաև Ազգային անվտանգության ծառայության Սյունիքի ու Շիրակի մարզային վարչությունների, քննչական կոմիտեի ու ոստիկանության բարեկային ծառայության աշխատակիցներ։ Հոկտեմբերի 11-ին ձերբակալվեցին մայրաքաղաքի բնակիչներ 43 ու 35 տարեկան տղամարդիկ եւ 39-ամյա մի օտարերկրացի, 35-ամյա տղամարդու եւ օտարերկրացու վարած ավտոմեքենաներով հանդերձ նրանք տեղափոխվեցին քննչական վարչություն։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զրնությամբ 35-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվեց 3 փաթեթ, ընդհանուր 8 կիլոգրամ 370 գրամ քաշով, դրանից 5 կիլոգրամը մեթամֆետամինի, 3 կիլոգրամ 370 գրամը մարիխուանայի նմանվող զանգվածներ էին, եւ սա դեռ ամբողջը չէր։
Շարունակելով օպերատիվ տեղեկության իրացումը, մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ներկրելու եւ իրացնելու կասկածանքով ձերբակալվեց եւ իր վարած ավտոմեքենայով հանդերձ նախաքննական մարմին տեղափոխվեց մայրաքաղաքի բնակիչ 50-ամյա մի տղամարդ։ Արդեն հաջորդ օրը դատարանի որոշմամբ կատարված խոզարկությամբ նրա ավտոմեքենայում հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող 2 կիլոգրամ 50 գրամ զանգվածով փաթեթ։ Բոլորն էլ կալանավորվեցին։ Հոկտեմբերի 12-ին դարձյալ դատարանի որոշմամբ խոզարկություն կատարվեց նաև 39-ամյա օտարերկրացու վարձակալած Էջմիածնում գտնվող քոթեջում։ Հայտնաբերվեցին 238 գրամ հերոինի, 144 գրամ ապիոնի եւ 761 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Արցախի Պողոտայի բնակիչ 44-ամյա տղամարդը տանը ամառանոցում եւ իր երկու մեքենաներում ապօրինի պահում է մեծ քանակի զենք ու զինամթերք։ Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց ու հոկտեմբերի 9-ին Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Դատարանի որոշմամբ հոկտեմբերի 14-ին խոզարկություններ կատարվեցին 44-ամյա տղամարդու բնակարանում, ամառանոցում եւ ավտոմեքենաներում։ Կոտայքի մարզի Ձորախ Գյուղի այգեգործական տարածքում գտնվող նրա ամառանոցում հայտնաբերվեցին Կալաշնիկովի ինքնաձիգ, մարտական 5 ատրճանակ, 1 հրացան, ինքնաձիգի 1 խլացուցիչ, սվին դանակ, գաղտնի փականով դանակ, մարտական 160 փամփուշտ եւ այլ զինամթերք։ Նրա ավտոմեքենաներից մեկի խոզարկությամբ էլ հայտնաբերվեց դեղնականաչավուն զանգվածով փաթեթ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Համայնքային ոստիկանության գործունեության հիմքում բնակչության հետ ակտիվ համագործակցությունն է։ Համայնքային ոստիկանությունն ունի 57 տարածքային բաժին, 12-ը Երևանում, 45-ը մարզերում։ Յուրաքանչյուր բաժնի կողմից սպասարկող վարչական տարածքն իր հերթին բաժանված է մինչև 7500 բնակչություն ունեցող տեղամասերի։ Համայնքային ոստիկանության գործառույթներն են ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործությունների բացահայտումը, ընտանեկան բռնության, ինչպես նաեւ անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների եւ իրավախախտումների կանխումը։ Համայնքային ոստիկանության գործունեության հիմնական սկզբունքներն են սպասարկվող տարածքի առանձնահատկությունների իմացությունը, բնակիչների խնդիրների իմացությունը, կարիքների գնահատումը եւ դրանց արձագանքումը, բնակիչների համախմբումը հանրային անվտանգության մակարդակի բարձրացման շուրջ, հասարակական կարգն ու անվտանգությունը ապահովելու, հանցագործություններն ու իրավախախտումները կանխելու գործում բնակչության ներուժի օգտագործումը, հանրային պատասխանատվություն ու վերահսկողությունը եւ գործունեության թափանցիկությունը։ Ոստիկանության հանդեպ համայնքի վստահությունը կարևոր նախադրյալ է արդյունավետ համագործակցության եւ իրավակարգի կայունության համար։ Սպիտակ համայնքի կամավորական հրշեջ փրկարարական հենակետը հոկտեմբերի 10-ին վերանորոգված եւ վերազինված հանձնվել է շահագործման։ Հենակետը վերանորոգվել ու վերազինվել է միջազգային գործընկերների աջակցությամբ, իսկ որակավորված կամավորները ցուցադրեցին իրենց մասնագիտական հմտությունները արտակարգ իրավիճակներում։ Գաղափար, որն արդեն իրականություն է։ Սպիտակ համայնքի կամավորական հրշեջ փրկարարական հենակետը վերանորոգված ու վերազինված հոկտեմբերի 10-ին շահագործման հանձնվեց։ 2021 թվականին հիմնադրված հենակետը վերանորոգվել է Wolfire ծրագրի շրջանակում ավստրիական զարգացման գործակալության եւ ավստրիական Կարմիր խաչի ֆինանսավորմամբ։ Մեծ Պարնիում տեղակայված կամավորական հրշեջ փրկարարական հենակետի բացման արարողությանը ներկայ են ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, ավստրիական Կարմիր խաչի, ավստրիական զարգացման գործակալության, հայկական Կարմիր խաչի, մարզային եւ համայնքային իշխանությունների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հենակետի վերազինման գործում ակտիվ մասնակցություն է ունեցել ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը համայնքին նվիրելով հրշեջ ավտոմեքենա, ինչպես նաեւ կազմակերպել է կամավորների վերապատրաստում եւ որակավորման քննություններ։ Աջակցություն են ցուցաբերել նաեւ Լոռու մարզպետարանը, Սպիտակի համայնքապետարանն ու հայկական Կարմիր խաչը։ Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ Բագրատ Վարդազարյանը շնորհակալություն հայտնելով կամավորներին եւ հենակետի վերանորոգման վերազինման գործում իրենց ներդրումն ունեցող կառույցների ներկայացուցիչներին ընդգծել է կամավորական մշակույթի զարգացման ուղղությամբ գործնական քայլերը։ Ավստրիական Կարմիր խաչի ծրագրի ղեկավար Թիերի Ժերարը շնորհավորելով հենակետի կամավորներին նշել է, որ ավստրիական ընկերությունն այս կերպ աջակցություն է հայտնել Սպիտակ համայնքին։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ներկայացուցիչները որակավորված կամավորներին հանձնել են կրծքանշաններ։ Փրկարարի որակավորմանն արժանացած կամավորները վարժանքի միջոցով ցուցադրել են ճգնաժամային իրավիճակներում մասնագիտական հմտությունները։
Համայնքներում կամավորական հրշեջ փրկարարական ինստիտուտի ներդրումը բնակչության անվտանգության ապահովման, ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքման համատեքստում կարևոր քայլ է։ Ներքին գործերի նախարարության elections.mia.gov հարթակում հոկտեմբերի 7-ին հրապարակվել են Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընտրողների տվյալները։ Քաղաքացիները հնարավորություն ունեն հրապարակված ընտրացուցակներում որոնել կամ ներբեռնել իրենց տվյալները։ Նոյեմբերի 16-ին կայանալիք ընտրություններին Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում ընտրելու իրավունք ունեցող անձինք իրենց տվյալներին կարող են ծանոթանալ ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքի ընտրություններ բաժնում կամ կենտրոնական ընտրական հանձնաժողովի Team 16-11-25 ընտրողների ռեգիստր եւ ընտրողների ցուցակներ բաժիններում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի Team ընտրողների ռեգիստրի որոնմամբ հնարավոր է քարտեզի վրա տեսնել տեղամասային կենտրոնի հասցեն։ Փոքրվեդի համայնքում անցկացվել է համալիր ուսումնավարժություն ջրամբարի պատվարի փլուզման դեպքում համայնքի պաշտպանությունը կազմակերպելու նպատակով։ Ուսումնավարժությանը ներգրավված էին փրկարար ստորաբաժանումներ, հոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետներ եւ առաջին օգնության թիմեր։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը համագործակցելով Արարատի մարզպետի աշխատակազմի Վեդու համայնքապետարանի եւ այլ գործընկերների հետ հոկտեմբերի 14-ին Փոքրվեդի համայնքում անցկացրել է համալիր ուսումնավարժություն։ Չնայած գործողությունները սցենարային էին, նպատակը իրական էր ամրապնդել արտակարգ իրավիճակներում համայնքի պատրաստվածությունը, կատարելագործել արձագանքման եւ վերականգնման կարողությունները։ Թեման Վեդի ջրամբարի պատվարի փլուզման դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումն է համայնքի տարածք ամբողջ ուսումնավարժությունը երկու փուլից է բաղկացած։ Տեսականը արդեն իսկ ավարտվել է Վեդի համայնքապետարանում էր։ Հիմա գործնակապ փուլն է։ Ինչպես տեսնում եք, այստեղ կոնկրետ իրականացվում է երեխաների ընդունումը։ Մասնակցում էին փրկարարական ու վթարավերականգնողական ստորաբաժանումները պատրաստ սցենարային իրավիճակի անսպասելի զարգացման։ Տեղում էր նաև ինժեներական հատուկ տեխնիկան։ Տարհանման տեղամասում բնակիչները նախ գրանցվում էին, հաշվառում առաջնային կարիքները, այնուհետև ըստ անհրաժեշտության նրանց տրամադրվում էր հոգեբանական կամ բժշկական օգնություն, իրականացվում էին նաև կենսապահովման անհրաժեշտ գործողություններ։ Հոգեբանական օգնություն պարտադիր է տրամադրել ինչպես երեխաներին, այնպես էլ մեծահասակներին, որովհետև իրենց մոտ առաջացող առաջին ստրեսացին գործոնները հետագայում կարող են դառնալ ավելի խորքային հոգեբանական խնդիրների պատճառ, ինչպիսիք են տագնապը, վախը, ստրեսը։ Հոգեբանական աջակցության մասնագետները անհատական զրույցների միջոցով գնահատում էին մարդկանց հոգեվիճակը եւ տրամադրում խորհրդատվություն օգնելով հաղթահարել սթրեսն ու հուզական լարվածությունը։ Համակարգված աշխատանք են իրականացնում նաեւ Հայկական Կարմիր խաչի ընկերության առաջին օգնության բաժնի աշխատակիցները։ Հայկական Կարմիր խաչն էլ միշտ աջակցել է եւ կողմնակից է նմանատիպ արժանքներին, հատկապես հանրապետության համայնքներում եւ միշտ առաջի օգնության եւ արագ արձագանքման թիմերով ներկայ է լինում եւ ապահովում է առաջին եւ արձագանքման գործողությունները։ Ներքին գործերի նախարարությունը կարևորելով աղետներին դիմակայունության կարողությունների զարգացումն ու համայնք մասնավոր հատված համագործակցության ամրապնդումը կարևորում է տարբեր մարզերում նման միջոցառումների շարունակական իրականացումը։ Շաբաթվա կարևորները այսքանն են, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։